21-ից 21-30 ընկած ժամանակահատվածում, այսինքն նախքան Ռոբերտ Քոչարյանի արտակարգ դրություն հայտարարելը։ Այս մասին է վկայում նաև մահացած անձանց պատճառված մարմնական վնասվածքի տեսակի եւ վայրի մասին նախաքննության մարմնի հատուկ քննչական ծառայության դեկտեմբերի 17-ի պաշտոնական հաղորդագրությունը։ 23-ամյա Տիգրան Խաչատրյանը վիրավորվել է Պարոնյան Լեո փողոցների Խաչմերուկի կամարի մոտ։ Դատաբժշկական փորձաքննության համաձայն Տիգրան Խաչատրյանի մոտ հայտնաբերվել է գանգուղեղային բաց բութ վնասվածք։ Մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից, որը հետևանք է ստացած գանգուղեղային բաց վնասվածքի։ Դիահերձման ժամանակ Տիգրան Խաչատրյանի գանգից հանվել է մետաղի կտոր։ Փորձաքննության եզրակացության համաձայն դիակից հանված մետաղյա կտորը գործարանային արտադրության չիրոմուխայ 7 տեսակի կրակված փամփուշտի գազային նռնակ է, այսինքն Տիգրան Խաչատրյանը զոհվել է ոստիկանների կողմից կիրառված հատուկ միջոցից։ Երբ է Տիգրանը մահացել, ծնողները հստակ չգիտեն։ Նրանց հայտնել են, որ որդին սպանվել է մարտի 1-ին ժամը 21:15-ից 21:30-ի սահմաններում Լեոյի փողոցի լուսամփոփի մոտ։ Սա քաղաքը ման գալուց հետո մինչև ժամը 3-ը երևի ամուսինս արդեն տուն բարձրանալուց մտածում է, որ չէ, հերացումոտ մի հատ շտապօգնության մեքենա է տեսնում, ու ասում է, նենց սիրտս խփեց, ալլա։ Մենք ոչ մեկից ես օրինակ վախեցել եմ, որ կարող է բռնեն երեխային։ Ես չեմ պատկերացրել, որ եթե իմանայի կյանքին վտանգ էր սպառնելու, ընդհանրապես թույլ չէի տա գնալ։ Ասում այդ շտապօգնության մեքենան որ տեսա, մտքովս ինչ որ շատ վատ բան անցավ։ Հետևից գնացի, ասի հո զոհեր չկան, վարորդ ասել հա զոհ եմ բերել, Հովսեփը հարցրել է մի հատ որ խնդրեմ ցույց կտակ, ասում է ամբողջ մարմինս դողում էր արդեն, բայց որ տեսա այդ տղայի հագը սպիտակ նասկին էր, Տիգրանը սպիտակ նասկի չէր հագնում։ Ասում է ինչ որ միտեղ ասի վայ ինչ լավ է Տիգրանը չի։ Հետո ասել է էլի զոհեր կան ձեր մոտ, բահա 2 հոգի էլ թե 3 հոգի էլ կան։ Ամուսինս խնդրել ասել է ինչ կլինի ցույց կտակ։ Ասում է ինչա տեսա։ Տիգրանը գլուխը արյան մեջ պարկած էր այդ պատվալը։ Ես հարցրեցի, ցույց տվեցին նկարները, իր մարմնի վրա ոչ մի վնասվածք չկար։ Ինձ դա շատ էր էլի հետաքրքրում, որովհետև ես վախենում եի, որ կարող ասենք ծեծված կամ բան լինի, գոնե այդ մի հույսը, որ իմացա, որ ինքը ակնթարթային մահ ա ունեցել, չտանջվել։ Թեև Տիգրանը մահացել է հրազենային վնասվածքից, սակայն նրա մահվան վկայականի մեջ նշվել է. մահացել է գլխուղեղի ֆունկցիայի խանգարումից։ Հրազենի մասին խոսք չկա։ Ոստիկանների կողմից կիրառված հատուկ միջոցից Չիրոմուխայ 7-ից սպանվել է նաև 1979 թվականին ծնված Գոր Քլոյանը։ Դատաբժշկական փորձաքննության համաձայն Քլոյանի մահը վրա է հասել ձախ աճուկա ենթազստային շրջանի ջնջխված բեկորային վնասվածքով պայմանավորված արյան սուր կորստից։ Նրա դիակից հանված առարկան գործարանային արտադրության Չիրոմուխայ 7 տեսակի կրակված փամփուշտի գազային նռնակ է, իր պլաստմասե խցաններով։ Գոր Քլոյանը վիրավորվել է Մաշտոցի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների Խաչմերուկի կամրջի վրա եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ առանց գիտակցության գալու մահացել է։ Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Գոր Քլոյանի մայրը որդուն գտել է ժամը 4-ի շտապօգնության հիվանդանոցի վիրահատարանի սեղանի վրա, արդեն մահացած։ Գնացի բարձացայի վերև տեսնեմ ամուսնուս գոռոցնա գալիս բոքսից։ Ես մազեցի տեսնեմ մեր օպերացիոն սեղանի վրա ամուսինս գրկած լացում էր գլխավերևում կանգնած նարկոսը տղայիս բերանին սիստեմաները միացրած իմ տղան մնացել էր օպերացիոն սեղանին հետո մեզ ցույց տվեցին Ես չեմ տեսել Փեսայիսային ցույց տվել այդ զենքի մեկ օր ինչով որ կպել էին իմ երեխին պլաստմասայից կլոր չգիտեմ ինչ ա եղել իրանց ասելով ես չեմ տեսել ես ինձ կորցրել էի այդ րոպեն մենակ գոռում էի երեխիս էի ուզում իմ երեխան հələ տաք էր ես քրտինքը վրեն մաքրում էի քրտինքը ասուց խնդրում աղաչում երեխես հետ գա բայց ինչի մասին էր խոսքը ինչի մասին արդեն իմ տղան չկար Առավոտվա 4-ին արդեն ինձ բժիշկը տարավ ներս տեսա որ տղաս մահացել է ես մեր ժողովրդին ուղարկեցի տուն ես մնացի։ Երբ որ տեսա մահվան վկայականի մեջ գրած է
բեկորային վնասվածքից։ Դրանից հետո անցավ մոտ 1 ամիս, երբ որ ամեն ինչը մի քիչ հանդարտան, ես գնացի Հիվանդանոց նորից, ասի տես բժիշկների հետ զրուցեմ։ Հիմա հանդիպեցի իրան այդ օպերացիան անող բժիշկներին, խնդրում եմ ճիշտ ասեք, էլի всё-таки ինչից մահացավ կոնկրետ։ Այս բժիշկն ասավ, ձեր տղայի մահից հետո 3 օր ես ստրես եմ տարել, գործի չեմ եկել։ Հա, հիմնական պատճառը ասի մահվան, նա ինձ մանրամաս բացատրեց, որ արյան մեծ կորուստի անով պատճառով, դրանից հետո ասի թույնավոր գազերը իրան չէր խանգարում, որ դավլենին չէր բարձրանում, այսինքն ճնշումը չէր բարձրանում, էլի 30-40 էր դավլենին, թույնը չէր ազդում դրա վրա, որ չէր բարձրանում դավլենին, բժիշկը ինձ ասեց, ոչ, թույնը չէր ազդում։ Ուղղակի Ինչ թույնի մասին էր խոսքը։ Խոսքը գնդակի թույնի մասին, որ օպերացիա